Տալիս, պարոն Մարուկյան։ 30 վայրկյան։ Փաշինյանին։ Ուրեմն հարցս հետևյալի մասին է, սիրելի հայրենակիցներ։ 2 շաբաթ առաջ Փաշինյանի պաստառը փոկելու համար հոգեբուժարանում մարդ է մահացել։ Խոսում ենք հազբերողի մասին, հա, հազբերողի գլուխը կերել են, սպանել են, բոլորս գիտենք, պետքա պատասխան տան, 8 տարի է վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, թող բռնեին, դատեին, պատասխան տային, չի արել, հիմա եկե ասում է, ուզում այլի ինտերվյու որ էլի անի, պետք է չընտրվի, արդեն ինքը իր ժամանակը սպառել է, չի արել։ Հիմա հարց։ Այս մարդկանց համար ո՞վ է պատասխան տալու։ Մեռան բանտերում մարդիկ կախվելով, ինքնասպանելով, 2 շաբաթ առաջ հոգեբուժարանում ով է ազատվել։ Պարոն Փաշինյան, առողջապահության նախարարը ազատվել, Սերգույ Գալյանն ազատվել, ով է պատասխան տվել։ Մեղադրյալ չկա։ Մեղադրյալ Ձայնը անջատեք Մարուկյանի։ 1 րոպե, պարոն Փաշինյան։ Ուրեմն պարոն Սիմոնյանի եւ պարոն Սարգսյանի ասացին, հարգելի գործընկերներ, մենք քննարկել ենք, ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով։ Դուք կարող եք դիմել ԿՀ, որովհետև երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասել են, վախեցան ընտրությունները հաղթեն, պարտվեն, իրանց մրցակիցներին հանեն։ Դուք ինչի՞ չեք դիմում ԿՀ։ Պարոն Սիմոնյան, դուք ինչի՞ չեք, որովհետև դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է։ Դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում դուք եւ դուք որ ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ի Զուգահեռ չեղավ, պարոն Սիմոնյան, դա ԿՀ-ն է լուծում, ընտրությունների մասնակիցը կարող է դիմել։ Ես ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք այսօր արած լինենք, դուք բոլորդ ասելու եք, վախեցակ ընտրությունները պարտվել, ձեր մրցակիցներ, ոչ նրանք լինելու են դաշտում եւ մենք ժողովրդի քվեով։ Ձեր հարցը չի, դուք ինձ Վերջ կա Փաշինյան։ Հիմա մի վայրկյան։ Լրություն, խնդրում եմ։ Վերջ։ Մի րոպե ասեմ, մի րոպե։ Հարցը Էդմոն Մարուկյանին է։ Էդմոն Մարուկյանը ինքն ունի արձագանքման առաջնահերթություն։ Բայց ինձ վերաբերվող հարցը Վերջ։ Դուք էլ կանդրադառնաք։ Հերիքա ժամանակ խլեք, չի լինելու։ Հայրենակիցներ, բանտերում մարդիկ զոհվում են, ոչ մեկ պատասխան չի տալիս, մեղադրյալներ չկան, Փաշինյանը հարցին չպատասխանեց, փոքր տրեյնինգ անցկացրեց մարդկանց համար, թե ինչպես դիմեն ԿՀ, որ ինչ որ կուսակցության հանեն ընտրությունների մասնակցությունից։ Այստեղ տրեյնինգի տեղ չի թվում հանեն ընտրություններից, դրա ժամանակն էլ ինձ թվում է անցել էլ հնարավորությունը չկա, բայց մարդիկ բանտերում զոհվում են, մեղադրյալ չկա, հազբերողի հարցը շարարկվում է, բայց պատասխան տալու։ Ես երաշխավորում եմ եւ երաշխավորում եմ, որ չի կարա որևէ մարդու մահվան դեպք կոծկվել, չի կարող լինել այդպես։ Քանի ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, այդպիսի բան լինել չի կարող։ Բան նոր ինձ ասում եք նոր չէ, դուք չեք մեղադրում, ասում եք վարչապետը եւ քննի, ես քննի չեմ։ Ես եկեք գնանք բոլորին ով շահագրգռված է, եկեք գնանք համատեղ քաղաքական վերահսկողություն իրականացնենք այդ քննությունների նկատմամբ։ Ձեր պլակատը փոկելու համար մարդազոհ է, պարոն Փաշինյան։ Մարդու կյանքի հետ գործ ունեցած եւ ընդհանրապես որևէ հանցագործության բացահայտման առումով ես ամբողջությամբ երաշխավորում եմ, որ դա տեղի կունենա։ Մեղադրյալ չկա մինչև այս պահի։ Խնդրեմ։ Պլակատը փոկելու համար, ձեր պլակատը։ Չէ, նախորդ հարցը չէ, այս հարցի մասին ենք հիմա քննարկում։ Պարոն Բաբաջանյանը